Նախեցակ անցնեի, հա, կանցնեին, իրար դեպից կանցնեին, այս կողմից արդեն կանցնեին, կանանճը։ Դեղին գծերը չկան կամ կիսաճնջված են, բայց լուսացույցները գոնե կան, որոնց կանաչ լույսը նշան է, որ փողոցն անցնելու հերթը հետիոտինն է։ Բայց օրական քանի անգամ ու քանի փողոցում են նման իրավիճակներ ստեղծվում։ Իսկ տարեց կնոջ պես զգուշավոր կամ զիջելու պատրաստ քանիսը կարող են լինել, երբ կանաչ լույսը ցույց է տալիս, ճանապարհն իրենցն է։ Անում է պետք է անցնեմ։ Ստեսնում։ Հետիոտնային լուսացույցներ քաղաքի ոչ բոլոր փողոցներում են տեղադրված, չնայած որ ինտենսիվ երթևեկությամբ չեն զիջում։ Վարորդն անցորդին զիջելու, վերջինս էլ վարորդի համար վթարային իրավիճակներ չստեղծելու համար են բանուկ փողոցների դեղին գծերը, եթե դրանք անիվների տակ կամ անձրևի հետ չեն մաքրվել։ Այստեղ էլ վարորդի ու անցորդի հիշողությունն է պետք թարմ պահել։ Դե հիշում էի, որ միշտ եղել է, հիմա էլ մի քիչ երևում է անցա։ Բայց լավ կլինի, որ մի քիչ հիմա թարմացնեն, որովհետև չի երևում, կարող է դրսի վարորդ լինի եւ չիմանա։ Այս մյուս անցումն ավելի վտանգավոր է, քան տեսա։ Այս մյուսը հաղթանակի ծայրինը։ Հա, չէ, ջնջվել է, բայց լինում է, որ շատ արագ են գալիս ու շուռ գալիս, անպայման հետիոտն պետք է շատ ուշադիր լինի։ Երթևեկությամբ ծանրաբեռնված Բագրատունյաց օղակից հաղթանակի պողոտայի սկզբնամասում հենց շրջադարձի հատվածում էլ փողոցն ասֆալտելուց հետո մոռացան նշագծել։ Թեև երթևեկության նշան են կախել, որին նայող էլ չկա։ Չի երևում։ Դες այդտեղ ճանապարհը պետք է, չէ, զեբրագծեր, բայց չկա։ Թե ինչ որակի ու ինչ կազմության ներկե օգտագործվում, որ գարունից ամառ կամ աշունից ձմեռ են դիմանում, գծողների համար միևնույն է, բայց այդպես չեն մտածում վարորդներն ու անցորդները։ Միմյանց չզիջելու կուլտուրայի բացակայությունն էլ իր հերթին վթարային իրավիճակների են բերում։ Ուղղորդող նշաններ, հետիոտնային լուսացույցներ եթե չկան, որտեղից ուզենա, այնտեղից կանցնի տարբերակն է աշխատելու։ Մի մեքենան ճանապարհ է տալիս, մյուսը չի տալիս։ Օրինակ ես ինքը շատ վախենալով անցնում եմ։ Ամեն դեպքում թեկուզ սվետաֆորը լինի, նորից պետք է զգույշ լինել, որտեղ վարորդկա չի կանգնում։ Չայել են, ուզեն շուտ տեղ հասնին։ Ամեն վարորդ չի զիջե, բայց կա որ վարորդ կզիջեն։ Օրինակելի վարորդները կզիջեն։ Հետիոտն է, տեսնեք որ ավտոկու կա, ինքը անկախ են բանից վարորդը պիտի կանգնի, դե չկանգնի, ինքը կեշտ է։ Այնքան տեղյակ գծանշումը արված է, կողքից անցնում մարդիկ դրանով չեն անցնում։ Ես էլ եմ մեքենա վարում, ես գիտեմ դա ինչ բան է, բայց հետիոտների մոտ այդ մշակույթը պիտի մտնի, ոնց որ դե տեսնո ով որտեղից ուզում անցնում է։ Եղավ նաև այնպես, որ հետիոտնային անցմանը չվստահեցին անցորդները, եւ դա վերաբերում է Սայաթնովա փողոցում դրամատիկական թատրոնի դիմացի գծանշմանը, որը նաև մահվան զեբրա անունը ստացավ։ Իրար հետևից գրանցված վթարների ու վրաերթերի հետևանքով մարդիկ բողոքեցին, ահազանգեցին, բայց էլի բան չփոխվեց։ Վտանգավոր ու անհասկանալի տեղում է գծանշումը։ Մնում է, որ անձրևները լվանան հետքերը։ Շուտ ջնջվելու հատկություն Գյումրիում մենակ գծանշումները չէ, որ ունեն։ Այստեղ փողոցների ասֆալտն էլ նույն եղանակով է անհետանում։ Մարինե Տերբինյան, Արտյոմ Խաչատրյան, Հորիզոն։